Մասնակցված նիստի նախագահում Ալաքյան նիստերի քարտուղարը շարունակվում է գործընթացը նստացի խորհրդատվության Նավիրյան Սարգսյանի Լուսինե Գարաջյանի երրորդ անձնման բարելան ալկոհոլի ծագումեցողի բռնականացման պահանջի մասին դատական նիստերի քարտուղարը դատական նիստի ներկայացած անձանց կանոնաչափ պատճառների մասին Անգելի դատարան դատական նիստի ներկայացել են հայցվելի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Միգել Սարգսյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, գործին մասնակցող մյուսնացինք պատշաճանուցված են, սակայն չեն ներկայացել։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ դատարանի բանավոր միջնորդություն է ներկայացրել իրավաբան ներլրատվական կայքի օպերատոր Տիգրան Ղուկասյանը, վերջինս խնդրել է թույլատրել սույն դատական նիստի տեսանկարման։ Ներկայացուցիչներ տեսանկարման կապված էր դիրքորոշումը Ցանկանում եք տեսանկարանի? Ոչ թե ցանկանում եք տեսանկարանի, այլ եթե առարկեմ արդեն փորձ ունեմ, էլի ներշնչել է առարկությունը։ Դրա համար թողնում եմ դատարանի այցելության։ Պարոն Հարությունյան, կանխակալ ինչ-որ վերաբերմունք եք ցույց տալիս, որ դատարանը երբևէ կիրառել է, երբևէ նման բան չի եղել, երբ դեմ եք եղել տեսանկարանը, դատարանը մերժել է։ Չի եղել այնպես, որ դատարանը դուք դեմ լինեք, կամ որևէ կառավարության մասնակից դեմ լինի դատական նիստի տեսանկարմանը եւ դատարանը բավարար է, երբեք չի եղել այդպիսի բան։ Հարգելի դատարան, այդ կապակցությամբ տեսանկարման կապակցությամբ պարոն Սարգսյանի համաձայնությունը չունեմ եւ այդ հարցը չենք քննարկել, այսինքն դրա հետ կապված չենք նախատեսել, որ տեսանկարանում կլինի, հետեւաբար թողնում եմ դատարանի այցելության։ Շատ Դատարանը հաշվառելով այն համապատասխան գործին մասնակցող որևէ հաս չի առարկել դատական նիստի տեսանկարանի դեմ, որոշեց թույլատրել դատական նիստի տեսանկարանը։ Գործին մասնակցող մյուս անձանց բացակայության նիստ շարունակելու վերաբերյալ ձեր դիրքորոշումը կասեք, Ոչ տեսնում կարող շարունակել։ Անգիր դատարան մեր դիրքորոշումն նախորդողի ներկայացվել է, ես ներկայացնում եմ պարոն Միգել Սարգսյանին։ Շատ դատարան վարկայով քաղաքացիական դատարության ներգրկի 146-148 թվականներով հաշվառելով այն, որ պատասխանողը եւ երրորդ անձը պատշաճ ծանուցված են սույն դատական նիստի մասին, սակայն չեն ներկայացել, որոշած դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված պատասխանող Լուսինե Գարաջյանի եւ երրորդ անձ Ռոման Բարելյանի բացակայությամբ։ Հարգելի ներկայացուցիչ, նախորդ դատական նիստը նույնպես հետաձգվեց հաշվի առնելով հաշտության բանակցությունների ձեր միջնորդությունը, որովհետեւ արդյունք ունեք այդ մասով։ Եթե ճուտակ ակտիվ դատարան ներկայացնեմ, ուրեմն սույն գործով հաշտության համաձայնություն ցույցելու նպատակով կայացած հանդիպման ընթացքում պարոն Ենոքյանի կողմից ներկայացվել է առաջարկ, որը տարբերվում է հայցադիմում նշված թվային տվյալներից մասնավորապես։ Պարոն Ենոքյանի կողմից նշվել է, որ հայցքորը պատրաստ է քննարկել հաշտության համաձայնության կնքումը հետևյալ պայմաններով։ Պարոն Սարգսյանի ամնում գտնվող տամասով ապօրինի է դիտարկվել 750 միլիոն դրամը կամ 78%-ը հայցադիմում նշված 891 միլիոն դրամի կամ 94.76%-ի փոխարեն Քաղաք Երևան Աբովյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանի մասով ապօրինի է դիտարկվել 115 միլիոն դրամը կամ 64%-ը, հայցադիմում նշված 164 միլիոն դրամի կամ 90.7%-ի փոխարեն եւ դրամական միջոցների մնացորդ եւ տարատեսակ վճարումների մասով ապօրինի է դիտարկվել 390 միլիոն դրամ։ Այսինքն հարկ է արձանագրել, որ հայցքորը պարոն Սարգսյանն է ներկայացել առավել բարենպաստ պայմաններ, քան նշվել է հայցադիմում։ Այդուհանդերձ հայցքորի մոտեցումների փոփոխությունն այդպես էլ հնարավոր չէր լիարժեք կերպով հասկանալ, քանի որ հայցքորը պատասխանողին չի տրամադրել որևէ փոփոխված հաշվարկ։ Միաժամանակ հարկ է արձանագրել, որ ինչպես դատարանի, այնպես էլ հայցքորի կողմից այդպես էլ չապահովեց պարոն Սարգսյանի անմիջական մասնակցությունը ինչպես իր գործի դատական քննությանը, այնպես էլ հայցքորի հետ հաշտության համաձայնություն կնքելու ուղղված բանակցություններից։ Նշված խնդրի բարձրացումն ինքնանպատակ չէ, քանի որ միջնորդավորված եղանակով հանդես գալը չի ապահովում գործի արդար եւ հրապարակային քննությունը, ինչպես նաեւ բանակցությունների բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը, առավել եւս համապատասխան հաշվարկի չտրամադրման պայմաններ։ Հայտնում եմ, որ պարոն Սարգսյանը պատրաստական է շարունակել հաշտության համաձայնություն կնքելու ուղղված բանակցությունները, եթե հայցքորը մեզ տրամադրի իր կողմից ենթադրաբար կատարված վերահաշվարկը, քանի որ առանց հասկանալու վերնշված թվային տվյալների փոփոխությունները անհնարին է հավաստիանալ դրանց արժանահավատության մեջ։
Վերաբերյալով պայմանավորված դատարանին խնդրում են պարտավորեցնել հայցքորին տրամադրելու վերահաշվարկը, որպեսզի պատասխանողի մոտ առնվազն համոզմունք ձևավորվի հայցքորի կողմից հաշտության համաձայնություն կնքելու պատրաստակամության իրական լինելու վերաբերյալ։ Կրկին պնդելով մեր պատրաստակամությունը դատարանին հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանում քննվող բազմաթիվ այլ կարծիքներով հայցքորը դատարկության ընթացքում պատասխանողներին է տրամադրել վերահաշվարկներ, ինչը մեր համոզմամբ իրավաչափ է ողջամիտ եւ բխում է օրենքով հետապնդող իրավաչափ նպատակներից։ Հասկանանք պարոն Հարությունյան, միջնորդություն եք հիմա ներկայացնում պարտավորեցում։ Ես խնդրում եմ, այո, եւ միջնորդում, որպեսզի քանի որ բանակցություններին մեզ փոփոխված տվել են ներկայացել հարկի դատարան, հնարավորության դեպքում ենթադրում ենք, որ հաշվարկներ են կատարվել եւ ստացվել են խնդիրները հաշվարկների արդյունքում, խնդրում ենք, որպեսզի դատարան պարտավորեցնի հայցքորին տրամադրել հաշվարկ, ինչպես որ պարտավորեցրեց հիմնական հայցի հետ կապված հաշվարկներ տրամադրել։ Դեպոս էքզել դրվաչափ։ Դատարանը ուղղակի արձանագրի, որ հայցքոր կողմը չի պարտավորեցրել, որպեսզի հաշվարկ տրամադրի պարոն Հարությունյան։ Դատարանը առաջարկել է հայցքոր կողմին գործի առավել գներեք սխալ համար ձեզ տրամադրի, որպեսզի ավելի առարկայական քննարկում ունենանք, որովհետև բազմացավալ է տարբեր բարոների տարբեր ձեռքբերումներ կան, դատարանը ընդհանրապես առաջարկել է, որ հայցքոր կողմը ձեզ տրամադրի, որպեսզի ավելի հեշտ հաշվարկ կատարենք։ Դրա համար հիմա այդ հարցին կանդրադառնանք, հայցքորի դիրքորոշումը հասկանանք, հետո կանդրադառնանք միջնորդությունը քաղաքացիական դատարանության իրավակարգավորումների որ կետով է նախատեսված, որ քննարկենք ավելի արդյունավետ։ Դիրքորոշում կներկայացնենք պարոն Երեմյանից մասին։ Շատ շնորհակալ եմ հաշտության շուրջ պարոն Հարությունյանի առաջարկած տարբերակի հետ կապված որոշակի վերլուծություն կատարվել է, բայց այդ ամենը բնականաբար հիպոթետիկ է։ Պարոն Հարությունյանը նշում է, որ հայցքոր կողմի մտնում ապօրիններ դիտարկվել, ապօրին ոչ մի բան չի դիտարկվել։ Ուղղակի որոշակի հանգամանքներ են ներկայացրել պարոն Հարությանը որոշակի գույքերի եկամուտների մասով, եւ մենք հայտնում ենք, որ հիպոթետիկ, եթե դա է ընդունենք ձեր տեսակետը, նման կերպ կարող է լինել հաշվարկը մոտավոր, բայց մենք դրա հետ կապված որևէ հայցի կառակաց չենք փոխել, որ դրա վերահաշվարկն աշխատանքային կարգով ունենանք, որպեսզի տրամադրենք պատասխանող կողմին։ Ես նաև տարօրինակ եմ համարում, որ հաշտության համաձայնության շրջանակներում կարող է դատարանի միջոցով պարտավորեցվի հայցքոր կողմը, որպեսզի ինչ-որ հաստատող կամ դեպուս էլեկտրոնային տրամադրվի։ Ես կարծում եմ հարգելի դատարան, որ այդ բանակցությունները հնարավոր կլինի, եթե Վիգեն Սարգսյանի ներկայացուցիչը ներկայացնի իր մոտ եղած ապացույցները, որը մինչ օրս չի ներկայացրել, չնայած որ մենք պայմանավորվածություն ունենք, որ ինչ-որ չափով պետք է ներկայացվի։ Հիմա եթե չի ներկայացվել, մենք սպասենք ներկայացվելու, եթե ոչ, մենք ընդհանուր կարգով կարող ենք շարունակել, որտեղ ես ուղղակի ձգձգման միտում եմ արդեն նկատում, եթե ոչի մեջ պետք է բանակցենք։ Ասեք ձեր Արգել դատարան ապացույցների մասով հետևյալն է դիրքորոշումը, քանի որ դատարանը ապացուցման ենթակա փաստերի շրջանակում գործող չի հստակեցրել եւ դեռ բաշխման վերաբերյալ համապատասխան որոշում չի կայացրել, հետեւաբար այդ հիմնականում այդ նպատակով ապացույցները չի ներկայացվել, որտեղ ապացույցների ներկայացումը ենթադրում է համապատասխան միջնորդության ուղեկցությամբ ապացույցի տրամադրում դատարանին եւ հայցքորին, որը ընդ որում յուրաքանչյուր ապացույց ուղղված է լինելու այս կամ այն փաստի հաստատմանը կամ հեքմանը, ինչպես նաեւ կարող է լինել իրավիճակ, երբ որ նշված դատարանի որոշումից հետո մեր մոտ եղած որոշ ապացույցներ հարկ չլինի ներկայացնել դատարանին։ Հետևաբար, այս փուլում մենք ձեռնպահ ենք մնում ապացույցները տրամադրելուց, դրանով է պայմանավորված ապացույցների չտրամադրումը։ Սակայն ընդհանուր բանակցությունների ընթացքում պարոն Երեմյանի բանավոր կերպով ներկայացվել է, թե մենք ինչպիսի ապացույցներ ունենք, մասնավորապես պարոն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ մնացած ապացույցները կներկայացվի դատարանին համապատասխան կարգով։ Շատ լավ, այսինքն միջև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնել չեք ցանկանում ներկայացնել հեն ապացույցները, որոնց ձեր կարծիքով կարող են հիմնավորել Վիգեն Սարգսյանի օրինական եկամուտների առկայությունը, որպեսզի հայցքոր կողմը հնարավորություն ունենա ըստ այդմ կամ հաշտության բանակցությունները շարունակել կամ վերահաշվարկ կատարել եւ
հայցինքի առարկա է փոփոխություն ներկայացնել հնարավորության առարկայում։ Հարգելի դատան, այս օրին տեղեկացվել է, նաև աղբյուրն է տեղեկացվել, որ ազգային արխիվից դուրս են բերվել պարոն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ տվյալների եւ այսօր ինքնուրույն կարող է որպես պետական մարմին հարցում կատարել եւ ստանալ համապատասխան գործողությունների, որովհետեւ վճարումների եւ ինչպես հայտարարում նշված է չհիմնավորված եկամուտների այդ մեծ չափը պայմանավորված է բացառապես այդ գործողությունների հետ կապված մեխանիզմով, քանի որ պարոն Սարգսյանը հանդիսացել է աշխատակազմի ղեկավար, իր անձնական հաշվին է փոխանցել հանրապետության նախագահի գործողությունների հետ կապված գումարները, հետևաբար կարիք կա եւ այդ գումարները անհիմն կերպով վերագրվել են պարոն Սարգսյանին, այնինչ ինքը այդ գումարների հետ որևէ առնչություն կապ չունի։ Շատ պատահականաբար որ հաշտության բանակցությունները շարունակելու այս պահին անհրաժեշտություն չեք տեսնում։ Հարգելի դատան, անհրաժեշտություն տեսնում ենք, նաև տեսնում ենք հնարավորություն ապացույցների տրամադրման, եթե մեզ մոտավոր հասկանալի լինի, թե այդ թվերը ինչպես են ստացվել, ինչպես է ստացվել, որ ընդունենք ի սկզբանե 98% ապօրինի դիտարկված գույքը իջել է եւ ինչ-որ թվի վրա է կանգնում, այսինքն 200 միլիոնով է պակասել կամ 1 միլիոնով է պակասել, այսինքն նորից հիմա արտադատական կարգով երբ որ քննարկել եք հաշտությունը այդ հարցերը ինչ եք անդրադարձել Բաղդասարյանի հետ։ Այդ հարցերն անդրադարձել ենք ներկա է եղել նաև տնտեսագետը եւ տնտեսագետը ես ենթադրում եմ որ գոնե մոտավոր հաշվարկներ կատարվել է։ Ես կխնդրեմ, եթե կա գոնե մոտավոր հաշվարկների տրամադրման հնարավորություն, որովհետեւ թվային տվյալները չի կարող աշկաչակով որոշվել կամ աշկաչակով որոշվել, էլի ինչ որ հաշվարկ է դա ենթադրում թվաբանական գործողությունների ամբողջություն, իսկ դրա չտրամադրումը մեր համար փակուղի առաջացնում են չենք հասկանում ինչի նվազեց, ասենք պահանջի չափը, ինչ հանգամանքներ հաշվի առնելով նվազեց կամ որոնք դիտվեցին օրինական, որ հանգամանքներ, դրա համար նորից եմ կրկնում, մեր պատրաստակամությունը հայտնում ենք կրկին, հաշտությունը շարունակելու վերաբերյալ եւ նաեւ պարտավորում ենք համապատասխան հաշվարկները տրամադրելուց հետո արդեն դրա շուրջ ապացույցները ներկայացնել։ Դուք ունեք որևէ հաշվարկ, պարոն Երոնքյան, որ փոփոխություն եք կրել։ Հիմա ախր եթե դուք հաշտության բանակցություն եք իրականացնում, այսինքն ապօրինի законացող գույքի բռնական մասնիկը նախատեսում է 75%-ի չափով որպես նվազագույն շեմ հաշտության համաձայնություն կնքելու։ Դե ենթադրվում է, որ եթե հաշտություն եք կնքում, ուրեմն իրավասու մարմինն էլ իր կողմից պետք է առաջարկություն ներկայացնի որոշակի թվեր նվազեցնի մինչև 75%-ի իրավունք ունեն, կամ միգուցե վերահաշվարկանեն դրանից էլ նվազեցնեն։ Հիմա լավ, պարոն Երոնքյան, դուք կասեք այդ մասով ձեր դիրքորոշումը, այսինքն ուղղակի առաջարկեք ներկայացրել մինչև 75% նվազեցնեք եւ հաշտություն համաձայնություն կնքեք, թե կան որոշակի գույքեր, որոնք հնարավորություն ունեք վերահաշվարկ կատարելու նվազեցնելու պահանջը եւ դրանից 75% շրջակայքում որոշակի գույքերի ձեռքբերման հետ կապված, որով նաեւ եթե չեմ սխալվում դեռևս շարունակում է քրեական բարույթը, Վիգեն Սարգսյանի վերաբերելի գործով։ Մենք որոշակի վարժություններ ենք արել ուղղակի հասկանալու համար դա եղել է պարոն Հարությունյանի առաջարկը, որ եթե օրինակի համար քրեական գործի հետ քաղաքացիական բարույթը չկապվի, այդ գույքերի ձեռքբերումը զուտ քաղաքացիական իրավունքի տեսակետից որքանով է արժանահավատ, մենք հիպոթետիկ փորձում ենք ցույց տալ, որ եթե պայմանագրային արժեքներով ունենք, այսքանով է արժանահավատ, որը որ մենք չենք կարող հիմա ասենք արժանահավատ, որովհետև դա պետք է համադրվի թե քրեական բարույթի տվյալների հետ, թե պարոն Հարությունյանի ներկայացնող այդ լրացուցիչ ապացույցների հետ։ Եվ մենք ուղղակի դա հիպոթետիկ կերպով հայտնել ենք կողմին, որ բանակցային փուլում, եթե նույնիսկ ձեր այդ դիտարկումը ընդունելի համարեք ճակատներում, թիվը կարող է նվազել այս չափով, որը որ ներկայացրեց պարոն Հարությունյանը։ Այսինքն մենք լրացուցիչ ինչ-որ ապացույցներ չենք կատարել, չէ, երբեք չենք կատարել։
Հիմա այդ համատեքստում միշտ ինչ կորոշում կա։ Այդ համատեքստում եթե որևէ հաշվարկ չի կատարվել արգելատարանը, հետևաբար կարծում եմ հաշտության հարցին կարող ենք անդրադառնալ նաև ապաստան վերի աշխումից հետո որոշումից հետո։ Շատ լավ, ուրեմն շարունակենք ըստ գործունեության արգելների ներկայացուցիչներ։ Դատարանը արձանագրում է բյուջեի ներառության բնույթի քաղաքացի իրավունքները, վեճի նկատմամբ կիրառելի իրավանորմերն ապօրինի ծագումնացող գույքի բռնականության մասին օրենքով սահմանված իրավական նորմերը, քաղաքացիական նորմերով ապօրինի ծագումնացող գույքի բռնականության վերաբերյալ 258.1 հոդվածը, ինչպես նաև ապօրինի ծագումնացող գույքի բռնականության վերաբերելի իրավանորմերը։ Կիրառելի իրավանորմերը որևէ դիրքորոշում ունեք արտահայտելու արգելների ներկայացուցիչներ։ Քանի որ դատարանը հաջորդ գործողությունը պետք է ապաստան վերակաշման որոշումը լինի։ Չէ, գործելուծման համարայական նշանակություն ունեցող փաստերի վրա մենք ժամանակ ծախսելու ենք, հիմա դատարանը ուղղակի այսպես ասած ավտոմատ կերպով չի կատարելու այդ գործողությունը։ Մենք պետք է ամբողջ գործի հանգամանքները հիմա որպես գործելուծման համարայական նշանակություն ունեցող փաստեր սույն դատական նիստին քննարկենք։ Եթե ցանկություն ունեք, կարող է դատարանը տրամադրել ժամկետ, ներկայացնեք ձեր կարծիքով, որոնք են գործելուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ներկայացնեք գրավոր տարբերակով, այնուհետև քննարկենք։ Եթե դատարանը թույլատրի, այո, խնդրում եմ։ Կներկայացնեք գրավոր ներկայացնեք այն փաստերը, որոնք ձեր պատկերացման գործելուծման համար նշանակություն ունեն, որոնք են ապացուցման հայցքորի կողմից ձեր դիրքորոշմամբ, որոնք են ձեզ համար անվիճելի փաստեր, որոնք ընդունում եք կամ չեք ընդունում, եւ որոնք են ձեր կարծիքով այն փաստերը, որոնք դուք պետք է ապացուցեք։ Շատ լավ, դատարան։ Ձեզ անհրաժեշտ է պարոն Եդիկյան, թե դատական նիստով եք ցանկանում այդ ամեն ինչը քննարկենք բանավոր կարգով։ Եթե սպասենք պարոն Հարությունյան ներկայացնի, ես ըստ ընթացքում արդեն արգել դատական դիպուց դատական նիստով։ Շատ լավ, ինչքան ժամանակ է հարկավոր։ Ես կարծում եմ ես կարող եմ չէ նաև փաստական տվյալները զուգորդել նաև իրավական կարգավորումների հետ, նաև քանի որ արկա է սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, ես նաև նախորդ դատական նիստին դիրքորոշում էի ներկայացրել եւ եթե կա հնարավորություն, եթե դատարանը թույլատրի եւ ժամանակ տրամադրի, կարծում եմ 20 օրյա ժամկետը բավարար է, որպեսզի ես գրավորում։ Օրացուցային թե աշխատանքային օր։ Օրացուցային։ Շատ առաքություն ունեք այդ մասին։ Ոչ։ Դատարանը հաշվի առնելով մի հարցի անդրադառնանք իհարկե պարոն Հարությունյան միջնորդությունը, այսինքն այն մասով, որ վերահաշվարկի տարբերակը տրամադրվի, պնդում եք թե ոչ։ Ոչ չեմ պնդում հարգել դատարան, որովհետև ինձ հայտնի դարձավ, որ ըստ էության վերահաշվարկ չի կատարվել։ Շատ դատարանը հաշվի առնելով այսպես պատասխանատու կողմի դիրքորոշումը առանց որ դատարանը ժամկետի համաձայն գործելուծման համարյական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու որոշած նախածնիկով գործի քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստը նշանակել նոյեմբերի 11-ին հարմար է։ Դատարանը որ ես դատական նիստում եմ Պողոսյանի գործով 16:00-ին իմ նախագահությունը Ունա Պողոսյանի գործով։ Այո, 16:00։ Մինչ այդ 10:00-ն ունեն նիստ։ 10:00-ին։ Եթե 14:00-ին կամ 14:00-ից մինչև 16:00 կարող ենք աշխատել, որովհետև ինչպես պարոն Հարությունյանը նստեց այլ նիստ նախագահությամբ ունենք։ Բավարար է 2 ժամը այդ օրը նիստի համար։ Ես կարծում եմ, հա, դիրքորոշում կներկայացնեմ այդ նիստով։ Շատ
Նոյեմբերի 11-ին ժամը 14:00 դատական նստահայտարարում փակվեց։